Ձեր բերանը փակելով դուրս բերեցին Հովանավանքում պատարագի ժամանակ, երբ որ գոչեցիք քահանայի Ավազանի անուն ազգանուն ու նշեցիք, որ դուք չեք կարող պատարագ մատուցել։ Ուզում ենք հասկանալ, ինչ կատարվեց ձեզ հետ, որտեղ մենք հետո չգտանք ձեզ այդ հատվածում։ Ուղղակի եկեղեցուց դուրս հանեցին ու կարելի ասել այնց իրավիճակ էր, որ էլ չէր կարող հետ գնալ։ Ու շուրջ բոլորս մարդիկ կային, իմաստ չուներ, որտեղ զգում էի, որ չէին թողելու։ Հաջորդ կիրակի եւս այնտեղ պատարագ է լինելու։ Դուք որևէ նախաձեռնությամբ ներկայանալու եք Հովանավանքում։ Դուք հայրաքելական եկեղեցու հետևորդ եք։ Դուք նախաձեռնությամբ հանդես գալու եք։ Նախաձեռնությունն այնտեղ ինչ որ բան, եթե կատարվում է, լուսաբանելն է։ Այդպիսով հնարավոր։ Լրագրող եք լինելու։ Այո։ Չգիտեմ, օրը կգաք Երևան։ Ձեր բերանը փակել, տեղափոխելը Հովանավանքից, հետո միացված ցույց է տրվում Ստեփան Ասատրյանի քարոզի մեջ, որ մարդկանց բերանը չպետք է փակել, դա Աստված է բացում եւ այլն։ Դուք այդ հայտարարությունները երբ որ լսեցիք ու տեսաք ձեր կադրերը, ինչ զգացողություններ ունեցաք։ Ես արդեն առիթ ունեցել եմ տպավորության մասին չեմ խոսա, այլ իրողության մասին իմ կարծիքը կհայտնեմ, էլի։ Արդեն առիթ ունեցել եմ դրա մասին ասելու, որ դա լրիվ օրինաչափ է։ Թե ինձ ընդեղից հանելը, թե ոստիկանների գործողությունները, թե առասարակ այսօրվա իշխանության պահվածքը կապված առավել եւս հայ եկեղեցու հետ։ Այդ ամեն ինչը լրիվ օրինաչափ է, առավել եւս ոստիկանության գործողություններն է օրինաչափ։ Ինչի նկատի ունեմ օրինաչափ ասելով, այսօրվա քաղաքական համակարգը այդպիսին է, ով իշխանությանը ինքն էլ հանդես է գալիս որպես պետություն։ Վաղը կլինի Պողոսը իշխանության, ինքը հանդես կգա որպես պետություն։ Ու այն բոլոր ուժային կառույցներից, որոնցից մենք արդարացիորեն տեղ ունենք բողոքելու, իրանց բոլորի գործողությունը օրինաչափ է այնքանով, որ իրենք իշխանությանը պաշտպանելով պաշտպանում են պետությանը ըստ իրենց։ Այսինքն ըստ նրա, թե ինչ կարգ ա եղել 91 թվականից մինչև այսօր եղած, ու եթե մենք չենք խոսում այդ կարգերի փոփոխության մասին, ինչ որ նույն օրինաչափությունը լինելու է, եթե անգամ հնարավոր լինի ինչ-ինչ տարբերակով Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Իսկ շատերը ինձ հենց հարցնում են դրանից, ինչ կարծիք ունեք, որ ձեզ հանեցին ընդեղից, շատ կոպիտ ձևով բիրջը, շատ վատ կարծիք ունեմ, առավել շատ տհաճ զգացմունքներ ունեի այդ պահին։ Առավել եւս այն ոչ թե որ ինչ-որ ուժային ինձ կարող անդեղից հաներ, որ նաեւ ասենք այնտեղ հավաքված մարդիկ էլ իրանց ոչ այդքան լավ էին պահում։ Բայց այդտեղ հարցը ոչ թե այն է, թե ինչ տեղի ունեցավ եկեղեցում, այլ այն է, որ այդ լրիվ սպասելի է ու վաղն էլ կարող է նույնը կրկնվի, վաղը կարող է ավելի վատ բան ստացվի։ Այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը, հա, իր հավաքականության մեջ միշտ հանդես է գալիս պատասխանողի ու պաշտպանողի դերում։ Այսեք հարցնում են, ասում են, խո ինձ չէ առհասարակ եկեղեցի կգնա, թե չի գնա, ասենք որ գնաց։ Էլի մի կանչով պետքա բոլորը հավաքվեն այնտեղ, թույլ չտան ինքը գնա, հա։ Ինչ քայլեր եք սպասում ընդդիմությունից։ Ընդդիմությունից սպասում եմ համախմբում ոչ թե օրինակ պայմանական մեկ թիմի մեջ, այլ մի գաղափարի շուրջ, մի հարցի շուրջ, այն ընդդիմությունից ակնկալում եմ այն սին խոսակցությունները կապված արտաքին քաղաքականության հետ, կապված տնտեսական հնարավոր հարցերի հետ, եթե հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանը, այդ բոլոր խոսակցությունները դնել մի կողմ ու խոսել նրա մասին, արդյոք իրենք իշխանության գալու դեպքում, եթե հնարավոր լինի դա, իրենք գործելու են նույն կառավարման համակարգի շրջանակներում, ինչու որ գործել են մեր նախկին 3 իշխանությունները ու առավել եւս այսօր սրացված ձևով գործում է այսօրվա երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Ուզենք չուզենք ինքն է։ Այսինքն իրենք գալու են էլի շարունակեն փորձել ամբողջ պետական կառավարման համակարգը մտցնեն իրենց տակ, թե իրենք ի սկզբանե գալու դեպքում միտք ունեն օրինակ այնպես անել, որ անգամ իրենք հնարավորություն չունենան դատախազ ու դատավոր նշանակեն, մարդու իրավունքների պաշտպան նշանակել, կենտրոնական բանկի ղեկավար նշանակել, կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահ նշանակել, քննչական կոմիտեի ղեկավար նշանակել, իրենք այդ հնարավորություններն ունենալու են, թե չեն ունենալու։ Թե օրինակ այնքան բարոյական են լինելու իրենք, ամեն հարգանքով հեգնանք չեմ ասում, այնքան բարոյական են լինելու իրենք, որ իրենց կամքով բարոյական ձևով, բարոյական մարդկանց են նշանակելու
ու բացարձակ կարիք չեն ունենալու մտածելու, որ հա լավ իրենք բարոյական են, բա որ հանկարծ իրենք չլինեն կամ իրենցից հետո ինչա լինելու։ Այսինքն այդ սահմանադրական իրավական անհրաժեշտ փոփոխություններն իրենք իրականացնելու են, թե չէ։ Տեսեք, Անի ջան, դուք ասացիք ինչ եմ ես իրենցից ակնկալում, չէ։ Ինչ իրենցից ակնկալել եմ, այսքան ժամանակ չեմ տեսել, ու ես եմ առաջարկով իրենց հանդես գալի որպես մարդ քաղաքացի, ով պատրաստ է գնալ որևէ քաղաքական ուժի հետևից ու փորձել հեռացնել այս իշխանությանը։ Ես եմ իրենցից ակնկալում համախմբվել հենց այդ սահմանադրական փոփոխությունները որպես առաջնահերթություն դարձնելու շուրջ։ Այսինքն ոչ թե առանձին վերցած որևէ քաղաքական ուժ խոսի նրա մասին, որ գիտեք ինչ կա, ես կգամ, հա, ասենց փոփոխություններ կանեմ պայմանական 5 տարվա մեջ, չէ, բնավ։ Այլ ընդհակառակը ամբողջ ընդդիմադիր դաշտը իր հավաքականության մեջ գա համաձայնության, եթե կասք թույլ կտա կոնսենսուսի, որ իրենցից վաղը ով էլ գա իշխանության, պետք է գա միայն ու միայն միասնական իշխանությունը բացառող սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու եւ ընտրական օրենսգրքի եւ նոր ընտրություն կազմակերպի, անգամ եթե այդ կառավարությունը հնարավոր ձևավորվել է 2026 թվականի հերթական ընտրությունների արդյունքում։ Արդյոք պատրաստ են իրենք ազնիվ լինել հասարակության հետ ու ոչ թե փորձել այդ հասարակությանը համախմբել յուրաքանչյուրն իր շուրջ, այլ այդ հասարակությանը ազնվորեն ասել, որ իրենք էլ անսխալ չեն, իրենք էլ կարող են սխալվել ու սխալվելու պարագայում այդ հասարակությունը իրանց դեմ որևէ լծակ չի ունենալու գործելու։